Տեր Հիսուս Քրիստոս, մոտեցրու ինձ քո ճանապարհին։ Մի թող որ ես միայն հեռվից նայեմ քեզ, այլ սովորեցրու ինձ քայլել քեզ հետ։ Բացիր իմ սիրտը, որպեսզի կարողանամ հասկանալ քո սիրո խորությունը եւ զգալ քո խաչելության մեծությունը։ Սովորեցրու ինձ ընդունել քո ճանապարհը ոչ վախով, այլ հավատքով, ոչ միայն խոսքերով, այլ ամբողջ կյանքով։ Եվ տուր ինձ ուժ, որ կարողանամ մնալ քո կողքին ոչ միայն ուրախության մեջ, այլ նաև փորձության պահին։ Սիրելի հավատացյալներ, մեծ պահքի ճանապարհը արդեն մոտենում է իր ավարտին։ Այս շաբաթ մենք կանգնած ենք մի կարևոր սահմանագծի վրա։ Այն ճանապարհը, որ սկսվեց ապաշխարությամբ, վերադարձով, ներքին պայքարով եւ խաչի գիտակցումով, այժմ մեզ բերում է դեպի Քրիստոսի կյանքի ամենախորը խորհուրդներից մեկը։ Մենք սկսում ենք մոտենալ նրա չարչարանքներին։ Սուրբ Գիրքը մեզ պատմում է մի կարևոր պահի մասին։ Քրիստոս իր աշակերտներին ասաց. «Ահա, մենք Երուսաղեմ ենք բարձրանում»։ Այս խոսքերը պարզապես ճանապարհի նկարագրություն չեն։ Սա ճանապարհ է դեպի խաչ։ Քրիստոս գիտեր, թե ինչ է սպասվում իրեն։ Նա գիտեր ցավը, գիտեր մերժումը, գիտեր չարչարանքը, եւ այնուամենայնիվ նա քայլում էր առաջ։ Սա սիրո ճանապարհ էր։ Եվ այս շաբաթ մեզ նույնպես հարց է տրվում. արդյոք մենք պատրաստ ենք մոտենալ Քրիստոսին ոչ միայն նրա փառքի մեջ, այլ նաև նրա խաչի մոտ։ Շատ հեշտ է հավատալ, երբ կյանքը խաղաղ է։ Շատ հեշտ է աղոթել, երբ ամեն ինչ հաջող է, բայց հավատը իրականում երևում է այն պահին, երբ մարդը կանգնում է իր կյանքի խաչի առաջ։ Երբ գալիս են դժվարությունները, երբ գալիս են բարդ հարցերը, երբ գալիս է ցավը, 6-րդ շաբաթը մեզ սովորեցնում է, որ քրիստոնեական կյանքը միայն մխիթարություն չէ։ Այն նաև հավատարմության ճանապարհ է։ Հավատարմություն այն ժամանակ, երբ ճանապարհը դժվար է թվում։ Հավատարմություն այն ժամանակ, երբ մենք ամբողջությամբ չենք հասկանում Աստծո ծրագիրը։ Հավատարմություն այն ժամանակ, երբ մեր սիրտը ցավում է, բայց մեր հավատը մնում է կանգուն։ Քրիստոս մեզ չի ասում պարզապես հավատալ իրեն հեռվից։ Նա չի ասում նայեք ինձ եւ հիացեք ինձանով։ Նա ասում է եկեք իմ հետևից։ Եվ այդ հետևելը նշանակում է քայլել նրա ճանապարհով, քայլել նրա խոնարհությամբ, քայլել նրա սիրով, քայլել նրա հավատարմությամբ։ Այս շաբաթ մեզ մոտեցնում է ավագ շաբաթի լուր եւ խոր խորհրդին։ Այն շաբաթին, երբ մենք կտեսնենք Քրիստոսին աղոթքի մեջ, Քրիստոսին խաչի վրա, բայց այդ ճանապարհը ավարտվում է ոչ թե մահով, այլ հարությամբ։ Սիրելի հավատացյալներ, այս շաբաթ փորձեք մոտենալ Քրիստոսին ոչ միայն խոսքով, ոչ միայն ավանդությամբ, այլ ամբողջ սրտով։ Մոտենալ նրա աղոթքին, մոտենալ նրա խոնարհությանը, մոտենալ նրա սիրուն, որովհետև ով համարձակվում է քայլել Քրիստոսի հետ դեպի խաչ, նա նաև կտեսնի հարության լույսը։ Եվ այդ լույսն է, որ սպասում է մեզ ճանապարհի վերջում։ Ուրեմն Քրիստոսին մոտենալը նշանակում է քայլել նրա հետ մինչև վերջ։